Ողջույն բոլոր նրանց, ովքեր նոր են մեզ միացել, լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է շարունակում Թարմ ուղեղով հաղորդումը, տաղավարում այսօր աշխատում է Լուսինե Ավագիմյան, իմ հյուրն է Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ եւ Գյումրու ավականու անդամ Լևոն Բարսեղյանը։ Շարունակում ենք թողարկումը։ Պարոն Բարսեղյան, այս պահին առաջարկում եմ մի լուր լսենք եւ քննարկենք միասին։ Հայաստանը կողմնակից է նրան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը որոշի իր վերջնական կարգավիճակը, այնպես ինչպես ամբողջ աշխարհում է տեղի ունենում։ Ալ-Մայադին հեղինակավոր հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին է կամքը ինչպես կուզենան ապրել, ինչպիսի կարգավիճակով լինել անկախ պետություն, թե միացված լինել Հայաստանի Հանրապետությանը։ Ինձ համար ամենից կարևորը այն է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը ապահովված լինի, որ նրանք հնարավորություն ունենան ապրել իրենց պատմական հայրենիքում այնքան, որքան աշխարհը գոյություն կունենա։ Իսկ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս։ Որևէ մեկի համար կասկած չկա, որ եթե ինչ-որ միջար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա։ Ամենակարևորն այն է, որ Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից, նշել է Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով, եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը բոլոր հիմնական ուժերը միավորվեն ու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզեն, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, դա անհնար կլինի, այդ մարդիկ չեն համաձայնի։ Պարոն Բարսեղյան, լուրի հետ կապված ձեր էմոցիաներն եք սղագրում ինչ-որ։ Չէ, ես միշտ գրում եմ էլի։ Բանը լուրի հետ կապված երկու միտք եկավ գլուխս, երբ Սերժ Սարգսյանը ինչ-որ հանրակրվեից է խոսում։ Տպավորություն կա, որ մարդը տեղյակ չէ, որ Ղարաբաղում 25 տարի առաջ եղել է նման հանրակրվե։ Եվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կողմնորոշվել է շատ վաղուց։ Նա այդ ամբողջ հայտարարության հետ մեկտեղ արժի բացատրել, թե ինչ սկզբունքով է ինքը առաջարկում Ղարաբաղին 24-25 տարին մեկ հանրակրվե անցկացնել։ Իսկ չարժե որ Հայաստանն էլ անկախության հանրակրվե անի 20-24 տարին մեկ։ Այսինքն անհետեցությունները մեկնաբանության առարկա լինել չեն կարող։ Մյուսը, ով է իրավունք տվել Սերժ Սարգսյանին, որը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, խոսել Լեռնային Ղարաբաղի անկախության կամ կախյալ լինելու, այս կամ այն երկրի կազմում լինել չլինելու հարցերի մասին։ Ես չեմ հիշում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նման լիազորագիր տված լինի Սերժ Սարգսյանին։ Ինչու, եթե այդպես մտահոգ է, չի առաջարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բերել բանակցությունների սեղանի շուրջ։ Ժամանակին հեռացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցությունների սեղանից, եւ հիմա ինչ-ինչ անհիմն ինչ-որ մանդատով Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը եւ ուրիշներ իրենց իրավունք են վերապահում խոսել Ղարաբաղի, ուրեմն հարցի կամ կոնֆլիկտի կարգավորման տվեք ձեր հարցազրույցները, բայց այս տեսակ հայտարարություններ անել, որ հանրակրվե պիտի անցկացվի եւ պիտի որոշեն, իսպար անհասկանալի է։ Լիազորությունները մարդը անցնում է ակնհայտորեն։ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության չի նախատեսված, որ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը խոսի մեկ այլ պետությունում հանրակրվե անցկացնելու հրամայականի անհրաժեշտությամբ կամ ոչ անհրաժեշտության մասին։ Իսկ մնացածը ընդհանուր առմամբ լիրիկա է, չի կարող ապրել այս ինչ երկրի կազմում, բանման մարդը իր կարծիքն ունի, այդպես է կարծում։ Եվ լիքը հակասություններ կան հանրակրվեի առաջարկի եւ իր համոզմունքի միջև, թե կարող է լինել ուրիշ երկրի կազմում, թե ոչ։ Այսինքն կանխորոշված դու ասում ես հանրակրվեի արդյունքները, ընդհանրապես հանրակրվեն խոսակցության առարկա լինել չէր կարող, անգամ դիվանագիտական շահարկումների շրջանակներում։ Այդպիսի կարծիք ունեմ ես։ Հասցրեցիք նկատել, երբ փոխզիջումներից անցանք զիջումների մասին խոսակցությունների։ Ընդհանրապես ինձ հասկանալի է, թե ինչ է տեղի ունեցել կոնե անցած 6-4 ամիսների ընթացքում, սկսած այն հանգամանքից, որ անհնար էր, որ Հայաստանի զինված ուժերի միացյալ, եթե կուզեք, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստան ասելիս այս պահին հասկանանք այս ընդհանրությունը, հետախուզություն, հակահետախուզություն այդպես ապաշնոր լինեին, եթե ապաշնոր են եղել կամ առավել եւս հանցագործ են եղել, պատշաճ պատիժներ պիտի հետևեին դրանց, մենք չտեսանք։ Սպառազինության հարցը, զենքի զինամթերքի մատակարարման խնդիրների, որոնց պատճառով մենք ունեցանք ահռելի թվով զոհեր, պատասխանատվության process-ներ չտեսանք մենք, մի քանի պաշտոնանկումները ոչինչ չեն նշանակում։ Լրջագույն պատասխանատվության գործողություններ պիտի տեսնեինք, որոնք չենք տեսել մենք։ Հակասությունները, Սերժ Սարգսյանը մի օր ասում է 500 մետր են կորցրել, հենց օդ է ելնում, օդանավում ասում է, ուրեմն 800 հեկտար են կորցրել, չհաշվենք, որ Ալիևն ընդեղից 20
քառակուսի կիլոմետրից է խոսում, 2000 հեկտարից է խոսում, ով պիտի բացատրի պարոն Սերժ Սարգսյանի փոխարեն, թե ինչպես հասկանանք 500 մետր, թե 7000, ուրեմն ներողություն, 800 հեկտար։ Երկուսն էլ ձեր խոսքերն են։ Մեկը դուք ասել եք տեսպանների առաջ եւ պիտի բացատրեք այդ արանքում են ավելացել այդ հեկտարները, թե ինչ, կամ 500 մետրը որն է հարգելիս, մակերեսը մետրով են չափում, թե դա գծային միավոր է։ Կարիք կա բանասիրական ավարտածին բացատրել, թե գծային միավորը մակերեսային միավորից ինչով է տարբերվում։ Մի խոսքով, այս շիլաշփոթի մեջ մեկ էլ քիչ-քիչ արդեն տարածում են այն լուրեր այն մասին, թե ուրեմն պիտի զիջենք, պիտի փող զիջենք։ Փող զիջումը անխուսափելի է։ Եղբայր 200 անգամ բացատրվել է։ Լիքը ուրիշ փող զիջումներ կարելի է քննարկել։ Օրինակ, հայկական զինված ուժերը չեն գրավում Կիրովաբադը։ Սա ահռելի փողզիջում է, հա։ Ավելի բանը թունդ կատակներ էլ կային, հա, ասենք Բաքվին չենք մոտենում 100 կիլոմետրի չափով, ասենք թե։ Լավ, ես ասենք դիվանագետ չեմ, պետական պաշտոնյա չեմ, ինձ թույլ եմ տալիս նման ծաղրական մեկնաբանություններ։ Պարոնայք, այդ փողզիջում ասելիս ինչի եք հող հասկանում։ Ունեք պատմության մեջ կամ բնության մեջ օրինակ ունեք, որ հողը պարզապես նվաճում են արյունով կռվով, բայց հետո ասում են լավ, դե բերեք ստորագրենք, ետ տանք այս հողը։ Տեսել եք նման բան։ Չկա նման բան։ Հասկանում եք, եւ հիմա ինչ որ բարբաջել նման պարբերաբար իրենք տարբեր խոսնակների կամ բլբուլների միջոցով այս տեսակ լուրեր են շպրտում հանրությանը եւ դժբախտաբար նկատում են, որ հանրային կարծիքը ուզում են հղկել, ընկճել, նաեւ սա լրջորեն ազդում է զինված ուժերի վրա, չգիտեմ, գուցե լրատվությունը փակ է զինված ուժերի համար բարեբախտաբար, բայց չես կարող ասել, եթե զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը նման խայտարակ վարք է դրսևորել ապրիլի 2-ի ճակատամարտի նախօրեին, հիմա ինչպիսի գլուխ լվա է կազմակերպում զինված ուժերի համար, զինվորների հենց սահմանին կանգնած զինվորների համար եւ շարունակ տարբեր падգամավորների բերանով, ռուսական զանազան բլբուլների բերանով մատուցվում է այն, որ հա էս է, հանձնելու են, վերադարձնելու են, չգիտեմ ինչ են անելու, լուրջ եք ասում ու հետ է ելնում այսպիսի հարցազրույց է։ Ներողություն, մինչեւ այս հարցազրույցը Հայաստանը ունի դիվանագետներ, ունի արտաքին գործերի նախարարություն, կա նախարար ընդհանրապես, լավ նախարարության մամլո խոսնակ կա, որ կարող է բարբերաբար ապրիլին քնել մնացել էի հրաման չկար, չհասկացվեց, բայց անցել է, դա հասկացանք։ Բա հիմա ով պիտի ռուսական եւ ադրբեջանական կողմից այդ ծլվլացողներին կոնկրետ պատասխաններ տա, համարժեք պատասխաններ տա կամ անհամարժեք պատասխաններ տա։ Նույն դիվանագիտական լեզվով փողզիջումները բացատրի թե ինչի նկատի ունի։ Այն որ падգամավորներից Մարտիրոսյան Լևոնը փողզիջումը անհրաժեշտ է կոնֆլիկտը լուծելու համար։ Եղբայր քրեստոմատիկ գիտելիքներ մի ասեք։ Բոլոր կոնֆլիկտաբանության բոլոր դասագրքերում լուծումների մեջ գրված է, որ այո, պիտի փողզիջումներ լինեն կոնֆլիկտները լուծելու համար։ Հիմա դուք իշխանություն ունեցողն եք, մենք չունեցողն ենք։ Իշխանություն ունեցողը օժտված է խնդիրները լուծելու լիազորությամբ եւ առավելևս ծանրաբեռնված է պարտականությամբ։ Հիմա ոչ թե մեծ դասագրքային բաներ պատմեք, որ փողզիջում է պետք, այլ կոնկրետ ասեք, թե դուք պետական իշխանությունը, հանրապետական Սերժ Սարգսյանական իշխանությունը ինչ է պատրաստվում զիջել։ Կոնկրետ ասեք։ Այստեղ մածուցիկ խոստումներ հնչեցին, որ համարյա խոստումներ, որ չէ, մենք չենք պատկերացնում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց սա անբավարար է, ներողություն, սա չի նշանակում, որ մենք չենք պատրաստվում հողեր վերադարձնել։ Հողեր վերադարձնելու մասին խոսում են բոլորը, բացի Հայաստանի իշխանություններից։ Հայաստանի իշխանությունը նաև չի հերկում այդ տեղեկությունները։ Մադրիդյան սկզբունքներ են ստորագրել, Կազան են ստորագրել, այն հաշվով, որ Ադրբեջանը չի համաձայնի եւ կծախողվի սա իբր թե։ Բա որ մի օր ընդեղել փորձեն ձեր գլուխը լվալ, խապել ձեզ, գցել, ինչպես գցում է ձեր ռազմավարական դաշնակիցը տարիներ շարունակ։ Այս տեսակ խայտարակ կառավարում, արտաքին քաղաքականություն, այս տեսակ ամոթալի բան հաղթանակից հետո փաստորեն պատկերացնել հնարավոր չէր, տեսանք։ Փաստորեն մարդիկ մեզ ցույց տվեցին, թե ինչպես կարելի է իրական հաղթանակը մաշել, խուրդել, փշրել եւ ցրել քամուն տալ։ Փորձում են դա անել։ Բայց ես համոզմունք ունեմ, չեմ սխալվում ամենայն հավանականությամբ, որ ոչ մի Սերժ Սարգսյան, ոչ մի Սերժ Սարգսյանի հաջորդ, մաջորդ բան եւ այլն անկարող են լինելու որևէ հող զիջել։ Գուցե կփորձեն էլի ապրիլյան ավանտյուրայի նման
կրվի ճակատամարտի շատ հուժկու հարցակմանը մի կերպ դիմագրավելու իբր, հա, այս մեթոդներով փորձել ինչ որ հողեր զիջել, բայց դա երբեք չի կարողանալու լինել դիվանագիտական մակարդակում, հենց բախտը փորձեց, երկրորդ ճակատը բացվելու է Բաղրամյան 26 շենքի դեմ դիմաց։ Շատ լավ, պարոն Բարզեղյան, եւ վերջում այսպեսի մի հարց. օրեր առաջ նորից փորձել էին լրագրողները հետաքրքրվել, թե մեր 200 միլիոնի վարկ ինչ եղավ զենքի տեսքով, ինչ վիճակում է, եւ նաեւ նույն մի քանի օր առաջ էլ հրապարակվեց, թե Սփյուռքի միջոցներով նաեւ Հայաստանի Հանրապետության միջոցներով, այսինքն ժողովրդի կողմից հավաքված գումարներով զենք եւ զինամթերք է գնվում Արցախի համար։ Տպավորություն չունեք, որ ժողովուրդը եւ Սփյուռքը եւ հայաստանաբնակ ժողովուրդը ավելի հեշտ է սկսել համարել ինքը ինչ որ գործողություն անել, քան ստիպել իշխանությանը անել որևիցե գործողություն։ Եվ արդյոք սա ավելի վտանգավոր չէ։ Շատ վտանգավոր է, այն որ հումանիտար օգնություն բան, սա ես հասկանում եմ, հա, բայց որ զենք զինամթերք ուր է գալու այդ զինամթերքը, վերջը գալու է պետության խողովակ է մտնելու դա, չէ՞, չի կարող ուղիղ գնալ հասնել զինվորին։ Եվ չկա որևէ երաշխիք, որ այդ զենք զինամթերքը դավաճանական վարկ դրսևորելիք, հնարավոր դավաճանական վարկ դրսևորելիք պետական գլխավոր իշխանության միջոցով կարող է խափանվել։ Չկրակել, տեղ չհասնել եւ այլն եւ այլն։ Այսինքն խնդիրը կոնկրետ իշխանությունն է, իշխանության ծագումը, ինչի մասին նոր չէ որ մենք խոսում ենք։ Սերժ Սարգսյանի իշխանությունը այդ իշխանությունը ստացել է ոչ թե օրինական ճանապարհով, այլ զավթել է այն։ Չարիքների ակունքը սա է։ Քաղաքացիների կամ քաղաքացիական հանրության ջանքերը մինչև հիմա որևէ հաջողության չեն հասել իշխանությանը կարգի հրավիրելու կամ իշխանությունը դրանից հրաժարեցնելու ուղղությամբ չի ստացվել։ Մարդը զանազան գործիքներով խափանում է։ Շատ հնարավոր է, որ դա ինչ որ մի եղանակով տեղի ունենա։ Շատ հնարավոր է, որ արտաքին ազդեցությունը խթանի Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու այս ազատագրական պայքարին։ Դժբախտաբար շատ վատ վիճակում ենք։ Տարիներ շարունակ հասել ենք սրան։ Մարդկանց բողոքի տոնայնությունը եւ ծավալը ոչ մի կերպ չի նվազել, բայց ունենք ազգային առանձնահատկություն։ Բողոքողների մեծ մասը բողոքում է արտագաղթելով, սա էլ է բողոքի ցև։ Ինչ անենք։ Եվ Հայաստանը այսպեսով վերածվել է մի պանսիոնատ, ծերանոց, հյուրատան, զբոսաշրջային մի տարածքի, ով մնացել է, էլի, մի դեով էլ գնացել է, փորձում է ճարները կտրած մարդիկ փորձում են ինչ-որ կերպ օգնել։ Շատ լավ, շնորհակալ եմ անչափսրույցի համար։ Մեր եթերաժամանակը սպառվեց։ Ես հիշեցնեմ ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Թարմուղեղով հաղորդումը, տաղավարում աշխատեց Լուսինե Հովակիմյան, այսօր իմ հյուրն էր Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ եւ Գյումրու ավականու անդամ Լևոն Բարսեղյանը, ովքեր մեզ դիտում են մեր YouTube-յան ալիքում, հաղորդման նախորդող հատվածը կարող են գտնել այս հաղման անմիջապես ներքևի հատվածում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։